Ես պատիվ ունեմ ելույթները ոնց որ Սերժի ոդկասթը լինեն։ Այդ ոդկասթի սիքուելը ոնց որ լինի, էլի։ Հերիք չի Սերժը ոդկասթ ունի, մի հատ էլ Սերժի ոդկասթն էլ իր ոդկասթը ունի։ Ոնց որ ասենք մի հատ լինի մա չէ, անիմաստ երազ ես տենում, ու մի հատ էլ այդ անիմաստ երազի մեջ անիմաստ երազ տեսնես, էլի։ Ու այսինքն, երբ որ ես իրենց լսում եմ, ուղղակի անհասկանալի է։ Հա? Եվ պարոն Մամիջանյանն ասում է, մամուլում տեղ գտավ ու շարունակում է մի բան, որը որ ադրբեջանական մամուլում է տեղ գտել։ Խոսքը Ադրբեջանի նախագահի հարցազրույցի մասին է։ Բայց Հայկ Մամիջանյանի եթե որևէ մեկը ասենք Մարսից իջնի եւ լսի, կմտածի, որ հայկական մամուլում է տեղ գտել այն բանը, ինչի մասին որ խոսում է, այսինքն իրեն հարազատ մամուլում է դա տեղ գտել։ Ոնց կարելի է կանգնել եւ չասել գոնե մի հատ ադրբեջանական մամուլում տեղ գտավ, ասում մամուլում տեղ գտավ եւ հղում է անում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, որպեսզի կարողանա ինքը իր քաղաքական մեղադրանքը կամ զրպարտությունը հիմնավորի, սա եւս հետաքրքիր նյուանս է, որը որ բացահայտում է իրենց մտածողության բանը, էլի, այդ մակարդակը։ Եվ ես նայում եմ, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այս հարցազրույցները, ոդկասթները եւ այլն մարդկանց նյարդայնացնում է, անհանգստացնում է։ Ես ուզում եմ ասել, որ պետք չի նյարդայնանալ, սիրելի ժողովուրդ։ Պետք է ուղղակի նայել եւ հասկանալ, որ սա եւս ժողովրդավարության ձեռքբերումն է։ Օրինակ, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ժամերով նստի եւ, ասենք, խոսա, Սերժ Սարգսյանը ժամերով նստի եւ խոսա։ Ո՞վ է տեսել Սերժ Սարգսյանին հոդաբաշխ միտք արտահայտելիս, երբ որ ինքը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, կամ Ռոբերտ Քոչարյանը, որ երբ որ նույնիսկ քնածա տարասխալ է անում։ Բայց ասենք ինքը հիմա, ասենք ամիսը մեկ բան հարցազրույց անում, ճեպազրույց անում։ Ինչի համար է սա։ Որովհետեւ իրենք արդեն գործում են ժողովրդավարական կառավարման համակարգում, որտեղ իրանք իրենց հույսը պիտի դնեն իրենց խոսքի վրա, որովհետեւ փողի վրա հույս դնում են չի ստացվում, կրիմինալի վրա հույս դնում են չի ստացվում, բանը սրբապիղ տերտերների վրա հույսը դնում են չի ստացվում, ինչի վրա հույսը դնում են չի ստացվում, մտածում են դե լավ, մի հատ կարող է նաև մեր խոսքի վրա հույսը դնենք եւ խոսքի վրա էլ տեսնում ենք ոնց է ստացվում իրանց մոտ։ Եվ ամփոփելով ուզում եմ ասել, որ մենք մի քանի օր առաջ Տավուշի մարզում էինք եւ հանդիպում էինք մեր հայրենակիցների հետ եւ այնտեղ տավուշցիներից մեկը մոտեցավ ինձ այսպես կիսա շշուկով ասեց պարոն Կոնջյան հանկարծ այդ մարդակերներին իշխանությունը չհանձնեք։ Ես ասացի, որ այդ մարդակերներին իշխանություն հանձնող կամ չհանձնողը դուք եք։ Եվ 2021 թվականին դուք արդեն այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնել եւ 2026 թվականին եւս դուք այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում մարդակերների իշխանությունը անշրջելիորեն ավարտված է եւ մարդակերների իշխանության պարագլուխները ուզում է ոդկասթ անեն, ուզում է գլուխ կոնձի տան, ուզում է Հանրապետության հրապարակում բալետ պարեն, իրենց իշխանությունը վերջնականապես Հայաստանի Հանրապետությունում ջախջախված է։ Ալխազ Ղազարյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երևի կհիշեք, որ ամիսներ առաջ Խոպանի ժամանած հայտնի օլիգարխ ընդդիմադիրի փաստաբանը հայտարարեց, որ բոլոր ուղղություններով հարձակվելու են Հայաստանի վրա եւ հիմա նրանք գործնականում իրականացում են այդ խոստումը։ Ակնհայտ է, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանի վրա հարձակվելու համար կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնից ծնվող այս շրջանակներին տրված էր հարձակման հրաման